Երկու։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Մենք եկան, քիչ էինք Ինչպե՞ս անում, եք։ մենք 20 օր թադ, օրինակ 3 շաբաթ ինչ Ա, ենք անում։ Փրկվեի։ Ես չգիտեմ, բայց Սոնան երեք թե երեք չմիսօր Սոնան հարցրեց, բա ուրա ձեր ոդկասթի նոր էպիզոդը։ Հելո Սոնա, սրտիկներ Ամ, քեզ։ Հա, ինձ էլ են հարցնում ուրա մեր էպիզոդը, մեր Where are my hearts? What the hell? your heart is in the right place։ Ուրեմն ասեմ, որ միջև ձայնագրությունը միացնելը մենք Թադի հետ մի քիչ ազնական շփվեցինք, հանգստացանք, մեր նկատի ունեմ մեր շփումը խոսեցինք, իրար հետ էս 3 շաբաթա կուտակված է, բայց Թադ պետք է ասեմ կներես, որ հենց միացրեցինք իրար սենց ողջունում էինք ու սենց սկսեցինք քեսից բարեր բան անել, ասում այ պետքա էս Նոր առանց ձայնենք մենք ոնց ենք իրար հետ շփվում, ոնց ենք բարևում։ իրենց չէ, բայց առանց բարևել, առանց ինչ-որ խոսալու սկսեցինք սենց անել։ Ու բարել։ Դե չես սկզբից անի սենց էր անում։ Սենց, հա։ Հետո ես սենց սկսեցի սիրուն բարել։ Այժմ ամեն ինչ ինչ որ դուք ուզում եք մեր մասին իմանալ, մենք լավ ենք, ըստ երևույթի լավ Այո։ ենք։ Ա, Բայց հանուն արդարության ես գրել եմ մի անգամ Անին ոդկասթը ձայնագրելու համար, բայց Անին ասել է, որ Հանուն արդարության ես ունեի հերպես ու ես մտածում եմ էսթետիկայի մասին ձեր եւ այո։ խեցի ձեզ։ Ես Ի ճիշտ ասած, Անի, ուզում էի քեզ առաջարկել, որ մենք առանց վիդեո ձայնագրենք։ Օ, հետաքրքիր է։ Հետո ասացի, լավ, Հա, ուրիշ կարելի է մենք արի մեզ ցույց հաջորդ ենք։ անգամ հենց առանց վիդեո անենք, տեսնենք մարդիկ ինչ կասեն։ Կարող է իրանք ուզում են մեր դեմքը տեսնեն, մեր միմիկաներ։ Ուսի մեզ անհետաքրքիր կլինի, մենք իրար տենում ենք, դա մեզ սենց Հետաքրքիր է, հա, երևի։ yeah, Okay, այսօրվա թեման Թադը ասաց դու ոնց ուզես դու առաջարկի եւ ես օգտվելով այդ շքեղ հնարավորությունից ուզում եմ ասել, որ ես պարբերաբար լսում եմ մի քանի ոդքասթներ։ Ես լսում եմ Մարկ Մենսոնին, Մել Ռոբինսին ու Ռենգան Չաթերջին, եթե ինչ-որ մեկը դրանցից մեկին ծանոթ է, գրեք մեկնաբանություններում։ Ու Մարկ Մենսոնը իր ոդքասթից բացի շաբաթական նյուզլեթերներ է թողում Հա, մենք օգտագործելու ենք անգլերեն բառը, լավ ենք անելու։ Ու այդ նյուզլեթերի մեջ գրել էր մի հատ կետ, ասում են առաջարկում եմ մտածեք այդ մասին։ What are you ready to be disliked for? Այսինքն իջնա, որ դու պատրաստ ես, որ քեզ մարդիկ քննադատեն, չհավանեն դրա համար ու անկեղծ հենց հիմա ես դա արեցի, այն որ ես իմ ու Թադի անձնական ընկերական ոդքասթում անգլերեն բառեր եմ օգտագործում ու այերով եմ խոսում, այն է, ինչի համար որ ես պատրաստ եմ, որ ինձ չհավանեն, որովհետև դա իմ իրական եսն է, ես տենց եմ խոսում, հա, ես այերով եմ խոսում, իմ ընտանիքի անդամները կփաստեն, որ ես ընտանիքի հետ շփման մեջ միայն հայերեն բառեր եմ օգտագործում, ինչի համար ինձ իրանք պարբերաբար գովեստի խոսքեր են ասում, բայց ընկերական շրջապատում, երբ որ իմ դիմացը հատկապես էլ է անգլերենի դասատու է, ես ավելի հանգիստ եմ ինձ զգում իմ այդ բնական վիճակում լինելու։ Ես պատրաստ եմ, թադ, որ ինձ օրինակ մեր ոդքասթի հետևորդները ամենահավատարիմ եւ ոչ այնքան ը, չհավանեն կամ մեկնաբանում են, օրինակ որ մեկնաբան, ես դիտմամբ չեմ գրում, ջնջում, թողում եմ որ մնան ու հետաքրքիր է, որ իրանք են ջնջում, էլի էր եղել, մենակ այդ մի դեպք չէր, որ արդեն խոսել էինք, էլի էր եղել, որ ասենք գրում են հլնայի, սրանք էլ ինտելիգենտներ են, այերով են խոսում։ Ժողովուրդ, ինտելիգենտը այով խոսալ չխոսալը չի, էլի, ինտելիգենտը մի քիչ ուրիշ բան է։ Ես պատրաստ եմ, որ ինձ քննադատեն այերով խոսալու համար ու անգլերեն բառեր օգտագործելու համար։ Դու ինչի համար ես պատրաստ որ քեզ ես մեզ մի րոպե։ ցուցակում եմ։ Հեսա հերթով կաս։ Նախ ուզում եմ ասեմ, կա մեկը, ով առօրյա խոսքում կիրառում է ճիշտ օժանդակ բայերը, Հա, են, գյումրեցիները։ ենք։ Գյումրեցիները, իրանք տենց են խոսում, իրանք բարբարի մեջ է էով խոսելը, ու իրանք մոտ այնքան բնական է ստացվում, ես մեկ-մեկ որ փորձում եմ, իմ մոտ շատ արհեստական է ստացվում։ Ախր նայ բարբառը ուրիշ է, տեղանքը ուրիշ է, երբ որ ինչ-որ մարդ ինչ-որ տեղանքի է պատկանում, այդ լրիվ նորմալ է, որ Իրականում, իրանք խոսեն է գիտես, թե տեղերով։ այրով խոսալը Արարատյան դաշտավայրի բնակավայրի, այսինքն որտեղից որ դու ես ու ես եմ, Այո, մենք ստեղ ենք ծնվել մեծացել, մենք այրով ենք խոսում։ Ու այդ լրիվ նորմալ է։ Եթե հայոց լեզվի մասնագետներ նայում են, խնդրում եմ ուղղակի ինձ ասեք, որ դու սուտ ես ասում, որ դու սխալ ես, ես պատրաստ եմ կառուցողական քննադատության, հատկապես որ դա կրթելու նպատակով կլինի,
բայց ասելուն է ձև կա էլի։ Ես որ Հայաստանում եմ ապրում, մեր տանը կար գրապահարան, այդ գրապահարանի մեջ կային տարբեր գրքեր, որոնց թվում նաև ինչ-որ մանկական հեքիաթների գիրք էր։ Ամ, Ես այդ գիրքը կարդալուց հիշում եմ, որ շատ էի տեսնում հենց այդ այրը։ Եթե ճիշտ եմ հիշում, Ու Թումանյանի այրը, հեքիաթները, հա, այո, հենց այդպես, ճիշտ է, ես կասկածում եմ, բայց որ ասեցիր ընկավ տեղը։ բայց Հենց Թուման, այդտեղ հենց այրով Սերնեց էր։ գիրքն ես ասում, որ վրան թագավորն են գահի վրա Հա, նստած։ հա, հա, այապրես։ Ես սենց հիշում եմ, որ մեջը այրով են գրած, բայց ի տարբերություն որոշ մարդկանց, ես այդ այրը գրում եմ առանձին, իսկ մարդը դա գրում է միասին։ Okay, ես պահպանում եմ Ինչի այդ համար կանոնը։ ես պատրաստ, որ մարդիկ քեզ չհավանեն ու քննադատեն, ինչն է, որ քո համար, քո արժե համակարգում այնքան կարևոր է, որ ոչինչ որ քեզ դրա համար չընդունեն, չհասկանան ու քննադատեն։ Ինքան բարդ հարց ես տալիս իրականում, կամ էլ ես չեմ կարող հիմա մտքերս մի բերեմ, բայց երևի թե պատրաստ եմ կարծիքս արտահայտեմ, այն ինչ որ ես մտածում եմ, ինչ որ երևույթի շուրջ, երևույթի մասին, մարդու մասին, ես պատրաստ եմ բարձրաձայն ասել դրա մասին ու թող ինձ դրա համար չսիրեն։ Մհմ, Որտեղ եմ սիրում այդ կեղծ պահերը, էլի որ ասենք, հա թող չսիրեն, օքեյ։ հմ, So իմ խոսքի ազատության այդ չէ խոսքի ազատության պահը չի էստեղ։ ազատ Այսինքն արտահայտվելու երևի ազատ արտահայտվելու այապրես հենց այդ իրավունքը ես պատրաստ եմ դրա համար չսիրվել։ Okay։ Ըմ, Ես պատրաստ եմ, որ ինձ չսիրեն կամ քննադատեն նրա համար, որ ես աստրոլոգ եմ։ Երբ որ ես նոր էի սկսում դա անել, դա 15 տարի առաջ էր, ըմ, Հմ, ես արդեն անգլերենի դասավանդման ոլորտում ահագին, նո արդեն սկսել էի էլի նորմալ աշխատել, լավ համբավավոր տեղերում, ու այդ սկզբնական ընթացքը ես ուղղակի հետաքրքրվում էի, բայց երբ որ ասենք մի քանի տարի առաջ ես դա սկսեցի որպես մասնագիտություն դիտարկել ու անել ու ուսումնասիրել ու սովորել, ես շատ քննադատություն էի հանդիպում, հատկապես մարդկանց կողմից, ովքեր որ աստրոլոգիային վերաբերվում են որպես գուշակ մանուշակության ու չեն պատկերացնում էլի իրականում ինչի համար է աստրոլոգիան, ու հիմա ես իսկապես մեկ-մեկ նեղվում էի, մեկ-մեկ չէի ասում, բան, բայց հիմա լրիվ պատրաստ եմ քննադատվելու եւ չըմբռնվելու եւ չգիտեմ, չընդունվելու նրա համար, որ ես աստրոլոգ եմ, որովհետեւ ես այնքան վստահ եմ, որ անձամբ ինձ համար աստրոլոգիան ինքը աշխատող գործիք է, ու հմ, ես խորապես հավատում եմ նրան, ինչ որ սովորացնում եմ իմ դասերի ժամանակ աստրոլոգիայի, ու ես տեսնում եմ ոնց է աշխատում պրոստը աստրոլոգիան իդեալական տարիներ շարունակ։ Ու այն անգամ հանդիպել էինք մեր ընկերներին ու սենց է որ առաջի պահը ասացին դե գիտես Անին աստրոլոգ է, ասեց վայ, ասում ես ինձ հետաքրքիր, ասում ընդհանրապես դրան չեմ հավատում, ասում դուք իմ սիրած մարդիկ եք, որ ընդհանրապես չեք հավատում, ու ես չեմ փորձում իրանց համոզել, ապացուցել, ու իրականում շատ տհաճ է, որ սկսում են սենց բաներ ասել, դե մի բան ասա իմ մասին, հիմնականում էլի այդ գուշակության մակարդակով, որը աստրոլոգիայում կոչվում է կանխատեսում, ոչ թե կանխագուշակում, այլ կանխատեսում, նույնն է ինչ որ եղանակի տեսությունը կանխագուշակել է, էլի տրենդներն ես տեսնում, հոսքերն ես տեսնում, էներգիաներն ես տեսնում, ու որ սենց ասում են, չէ, նենց մի տեսակ ցինիզմ կա դրա մեջ, նենց անարգանք կա, որ դա միջապես այդ մարդու հետ հարաբերության հետ խզվում է, անկախ նրանից դա քո մոտ բարեկամն է, ընկերն է, թե ուղղակի պատահական մարդ է, ու որ սենց սկսում են քեզ challenge անել, տիպը դե ասա, դե տիպը impress me, կոնկրետ չես ուզում impress անես, ու հիմա ես հասել եմ այն մակարդակին, որ ես իսկապես հաշտ եմ այն մտքի հետ, որ ինչ-որ մեկին դուր չի գալիս, որ ես աստրոլոգ եմ ու կարող եմ մտածեն, որ այդ թուլությունը կամ էսա էնա, բայց այդ թուլություն չի, այդ ուղղակի գիտելիք է ու ես վստահ եմ, որ ժամանակի հետ վերաբերմունքը արդեն փոխվում է ու գնալով ավելի է փոխվելու։ Ես լրիվ պատրաստ եմ, որ ինձ I'm ready to be disliked for being an astrologer։ Ես միանշանակ հաշտ եմ այդ մտքի հետ։
Ես քեզ ավելին ասեմ, ամ, դասավանդման ամենասկզբում, հա, կարիերայիս ամենասկզբում շատ-շատ ընկերներ, շատ-շատ մարդիկ ասում են, բայց լավ ես մտածել, դու ուզում ես այդ անես, ախր մեջը փող չկա։ Դրա համար ես կարելի ասել դեռ այն վաղցանից պատրաստ եմ եղել, հա, օքեյ, թող ինձ լուրջ չվերա։ Ասեմ, որ իմանում են դու բան ես, անգլերեն ես դասավանդում կամ ուսուցիչ ես, ոնց որ քո հանդեպ այդ լրջությունը ինչ որտեղ կորում է մարդկանց մոտ։ Ես նկատել եմ այդ։ Իրանք քեզ լուրջ չեն ընդունում որպես հասարակության ինչ Հատկապես որ, որ չգիտեմ, ֆրիլանս ես անում, որ հա, գիտես այն ժամանակ, երբ որ ես Ամերիկանում էի աշխատում կամ ինչ որ մի հաստատությունում էի աշխատում, ես ասում եմ, իրանք մի տեսակ ուրիշ ձև են վերաբերվում։ հա, Հիմա հա, մեկ այդ նույն օրը, որ հանդիպել էինք ու ինձ ասեցին, բա դու ինչ ես աշխատում, ասեցի անգլերենի դասատու եմ, ասեց որտեղ ես աշխատում, ասեցի ես այն MacBook-ով կաֆեներում կապուչինո խմող տպերից եմ, ակնհայտորեն այդ մենք կատակ ենք, հա, անում այդ մեր ֆիշկան է իմ ու քո, ոչ ես, ոչ դու MacBook-ով ըհը, չենք գնում կապուչինո խմում կաֆեյում, հաստատ, բայց հունվարի 1-ին արել եմ այդ մի անգամ, ոդքասթ բան էի գրում, բլոգումս էի գրում, այդ մի դեպքն եմ հիշում հիմա։ Ինչ եմ ուզում ասեմ, то есть այդ ձևը, որ նայում են, որ դու ֆրիլանս ես աշխատում, իսկապես լուրջ չեն վերաբերվում, ու միշտ բոլորը նախանձում են։ Ասում են Երանի քեզ, երբ ուզում ես քնում ես, երբ ուզում ես արթնանում ես, մենակ ես ու դու գիտենք, որ մենք ավելի դիսցիպլինայով ենք փաստացի աշխատում, ավելի շուտ ենք արթնանում, ավելի մեր գրաֆիկը ձիգ է ու ավելի պատասխանատու, քան իրանցը, որովհետև մենք ենք քան մեր իրենց, շեֆը, մենք ենք մեր բիզնեսի տերը ու մենք ուզում ենք մեր բիզնեսը լավը լինի։ լավ է լինի, հա։ Հենց տենց ըլնի, Ելնի։ եղավ, ով Հա, որ նայում հենց է էլ թոլսի, ըլնի, հենց էլ ըլնի։ էլի բան կա, որ դու պատրաստ ես դրա համար քննադատելու, քեզ հետ Չէ, ովքեր։ բայց ուզում էի լրացնել այդ պահը, որ վերջերս բարեկամներից մեկը որ խոսում էր իմ հետ, ասում է, ոչ ես ուզում գնաս համալսարան, Ահա, աշխատես։ ահա, Այն որ չգիտես, դնես բացատրես, գլուխ տնես, չգիտես ուղղակի ոնց արձագանքես այդ էլի, որ իրանք ասում են։ Այն էլ չէ որ ասես քո ինչ գործ, զուտ։ Ամ, Թե հարց տվեցիր, թե էլի ինչ կա, բլին, այնքան բան ա, սա ասեմ, մ, օրինակ ընկերության մեջ շատ ա եղել, երբ որ ինչ որ մեկի հետ չեն խոսել, ահա, որովհետև էս ինչ քայլին ա գնացել է սա արել, հա, օրինակ, ամ, սաղ այդ մարդուց դերես են տեկել, բայց ես չէ։ ահա, Ու ես պատրաստ եմ էլ դրա համար քննադատվեմ, ահա, որովհետև ես ինձ իրոք ընկեր եմ համարել ու ինքը ինձ ընկեր ա ելել, օրինակ։ ահա, Դες դեպքեր շատ-շատ են եղել, այսինքն ես պատրաստ եմ ինչ-որ մեկի համար քննադատվեմ։ մ։ Իսկ Ես ինչ կողմ չեմ քաշի, էլի, պատճառ պիտի քեզ տան դրա համար։ Ինչ որ ես պատճառ։ ինձ Հա, քննադատեն։ հա, հա, որն է այդ։ Give me a reason-ի reason-ը որն է։ Լեզի, ստեղ ոչ թե reason ա, ստեղ երևի շատ անի մարդու արժե համակարգի մասին է խոսքը։ Եթե թե մարդ ոնց է հասկանում այդ ընկերության գաղափարը, ը, ինչ պատկերացում ունի դրա մասին։ Գիտես, մի հատ հիմա քեզ լսելով դեպք հիշեցի, վերջացրու պատմեմ, դու ինձ ասա այդ ոնց։ Որովհետև ընկերություն կա, ընկերությունազուտ տենց օթի մեջ ասելով, ընկերություն կա, որ մեկը մյուսի համար պատրաստ է, չէ, ինչ-որ զողողության գնալ, ըմ, չգիտեմ, շատ-շատ բաներ կան այստեղ, էլի։ Չեմ կարող ասեմ ինչ-որ պատճառ պիտի լինի, ասենք, նու կախված է իրավիճակից, բայց ես միշտ եղել եմ հենց այն մեկը, ով չի թողել այդ X1-ին, հա, ասենց ասեմ, կոնկրետ մարդ չնշեմ։ Ահա, Մեր շրջապատի մեջ, մեր ընկերության մեջ, հա, տենց եղել է, որ ես այդ մեկին չեմ բանալ, շփվել եմ իջև վերջ, չնայած նրան, որ դեռ դպրոցում էլ եմ հիշում եղել են դեպքեր, որ վատ բաներ ասում էին, բայց ես մեկը շարունակում էի խոսալ, շփվել։ գիտես, տեղ պետքա նայես, արդյոք այդ վատ բաներ ասողները պատճառներ չունեն իրանցից։ Հա,
ուշադրությունը թեքելու համար անել։ Գիտես, դեպք հիշեցի, իմ շատ մտերիմ ընկերներից մեկի ընտանիքում եղել էր նենց դեպք, որ այդ ընտանիքում իր շատ մտերիմ հարազատը օրենքի հետ հարցեր ուներ Մհմ, ու այն պահին, երբ որ ինքը ոնց որ շատ կարեկցանքի կարիք ուներ, պետք էր իրան ասել, որ ամեն ինչ լավ կլինի եւ այլն, ես պատրաստ եղա քննադատվելու, բայց ես ասացի, որ դու ես մեղավոր, որովհետեւ ժամանակից դրա դեմը չես առել ճիշտ ձևով։ Ու ես հասկանում եմ, որ ես ցավ եմ պատճառում այդ պահին այդ ընկերոջը, բայց ես օբյեկտիվորեն անկեղծ տենց էի մտածում, որ եթե ժամանակին ավելի փոքր ինցիդենտի դեպքում թողեր, որ չլուծվեր, չուրջանար այդ հարցը, ավելի մեծ հարցի առաջ չէր կանգնի, ու ես իսկապես պատրաստ էի քննադատության եւ իմ ընտանիքի կողմից եւ իր ընտանիքի կողմից, բայց ես գիտեի, որ ես իմ հավատացած գաղափարների մեջ ճիշտ էի։ Ես իսկապես մհմ, կարծում էի, որ ինքը եթե ժամանակին իրան ուրիշ ձև պահեր, հետո իրավիճակը այդքան չէր սրանալու ու անդառնալիորեն, այստեղ կյանքը կորցնելու մասին ա խոսքը, այստեղ ազատությունը կորցնելու մասին ա խոսքը, այստեղ լուրջ իրավաբանական հարցերի մասին ա խոսքը։ Ու ես իմ մեջ գտա այդ ուժը, որ ասեմ, գիտես ինչ, դու միգուցե քեզ ուրիշ ձև, դու սխալ ես, պրոստը դու սխալ ես, իմ սիրած ընկերոջ ասել, դու սխալ ես։ Ես պատրաստ եմ դրա համար քննադատվել, որտեղ իսկապես մտածում եմ, որ մենք հաճախ հատկապես ինքնագնահատականի խնդիր ունեցող մարդիկ հաճախ причиняют людям добро, այսինքն իրան թվում է թե մհմ, լավություն արեց ու այդ ամենաազնիվ մհм, բաներ, ամենաբարոյական բաններ, բայց արդյունքում այդ լավություն անելով այդ մարդուն ավելի մեծ ծուղակը գցեց։ վատություն ես անում, Ոնց հա, որ փողոցում որ քեզ մուրացկանում մոտենում ա դու իրան փող ես տալիս, դու իրան չես օգնում։ Դու իրան ավելի մեծ, ավելի խորն ես այդ swamp ճահիճի մեջ ճահիճի մեջ գցում։ խորացնում ու ասում, որ մի աշխատի։ То есть ես իմ համար այդ դեպքը հիշեցի, որ ընկերության մասին խոսեցի, որ ընդհակառակը, երբ որ բոլորը գնում են մուսիկ էին անում, ես ասում էի, չէ, սխալ ես արել, տենց չի կարելի։ Դու ես սխալ, դու պատասխանատու ես այս իրավիճակի համար։ Գիտես, հետի մեջ կա, որ ես պահին կարող այդ պահին կարող ասեմ ես, գիտես, դու սխալ ես մտածում, որ շատ ճիշտ չի ես քորացը։ Այդ ես անում եմ ու միշտ արել եմ, որտեղ ես մտածում եմ, որ իրական ընկերությունը հենց այդ է, որ դու ճիշտ ասես, էլի, փափուկ բարձ չդնես գլխի տակ ու ասես, «Վсё, Ահա։ սխալ ես արել, ապրես», չէ։ Բայց միևնույն ժամանակ ես չեմ էլ թեքվում մարդուց չեմ հրաժարվում, հասկանում ես։ Հա, չէ, չեմ Այսինքն պատկերացնում։ ես կարամ ասեմ, որ դու շատ վատ քայլ ես արել, բայց մեկը շարունակեմ հետը շփվել։ Իսկ շատ մարդկանց համար դե ոնց որ sense չգիտեմ, red flag-ը, որ ինչ-որ մեկը իր հետ չի շփվում, ու իրենք չեն շփվում։ Ինչ որ sense հիմար բան է, մտածելակերպ է ինքը։ Գիտես, այդ թեմաներով քո սիրելի Նարինե Աբգարյանը ունի պատմվածքներ գրած, որ մեկը չի շփվում, բոլորը չեն շփվում ի թեմայով։ Ուհ, Հետո պարզվում է, որ հենց այդ առաջի շփվողին պետք է ալնում օգնություն ու ինքը օգնում է ու ամեն ինչ փոխվում է տեղն ընկնում, because life is a դա, bitch, էլի most of the times։ ուհ, Էդ հա, էդ հա։ Իսկ հա, օրինակ որ դու ասում էիր, ինձ այլ ընտանիքը շրջապատը հաճախ պրեսինգի է ենթարկում, բուլիինգի է ուհ, ենթարկում, ուհ, որովհետև իրանց վրա ազդում է իմ գոհ դեմքը եւ որ ես գոհ եմ իմ աշխատանքից, իմ աշակերտներից ուհ, եւ երջանիկ եմ եւ հատկապես մի քիչ ավելի ավագ մարդիկ, ովքեր 10+ տարի ինձանից մեծ են, իրանք ամեն ուհ, դեպքում մտածում են, որ գումարը պետքա քրտնաջան աշխատել, բառի բուն իմաստով, աշխատելով ահ, մարդկանց հետ, ում որ դու չես սիրում, ու ինձ թվում է, ես մեր ընտանիքում ուրիշ մարդ չեմ սիրում, չեմ հիշում, չեմ սիրում, ուրիշ մարդ չեմ հիշում, ես առաջին ընտանիքում, ով որ լավ գործի տեղերից դուրս է եկել իր հոժար կամքով, ու այն օրը պատահաբար Մեգամոլում հանդիպեցինք իմ գործընկերուհուն, մի տենց լավ չալաղաջ գործի տեղից ու մաման գանգատվում էր, ասում էր ես չեմ տեսա սենց մարդ, ասում ամեն լավ գործից դուրս է գալիս ու այդ կինը ասաց, դե որտեվ ինքը ամենտեղ երբ ուզի հետ կգնա, ես հասկացա, որ այդ փափուկ բարձը, որ մենք ունենք, իսկ հիմա դու էլ ունես այդ փափուկ բարձը քո գլխի տակ, որ դու գիտես, որ միշտ դու տրամպլին ունես թռնելու, դու
երբ էլ ուզես, քեզ ամենտեղ գործ կգտնես։ Չէ, ասենք, պետական, լոկալ Մհմ, դասընթացավարական, պես անգլերենի կամ managerial ինչ-որ մհմ, ու ես պատրաստ եմ քննադատության նրա համար, որ ես օրինակ չեմ ուզում ինստիտուցիոնալ աշխատանքի մեջ ներգրավել ու լիքը թղթաբանությամբ ու տենց կոլեկտիվային մրցակցային գործ անել։ ամ, լրիվ համաձայն եմ քո ասացի հետ, որովհետև ես այն որ սրանից լավ էլ ասել չի կարա ես հաստատ ամ, այդ քրտնաջան աշխատելու փողը որ ասում ես, այդ ինձ թվում է մեր ասած լույդի ստարեզակալք է, Մгм. ովքեր չեն հասկանում, ովքեր դուրս չեն եկել այդ հին իրականությունից, մնացել են դեռ այդտեղ, ու որ նոր սերունդ նոր իրականության մեջ է ապրում, ընդհանրապես ու ժամանակի հետ ոտքակցում, իրանց թվում է մենք ինչ-որ բան սխալ ենք անում։ Մгм. Իրանց թվում է, որ մեր աշխատածը հերիք չի ընդհանրապես, ա, ու ու ընդհանրապես իրանց թվում է, որ մենք գիտես ինչ ենք անում։ Կոմպյուտերը բացում ենք, երկու բար բլբլում ենք, փող աշխատում գնում ենք։ Լսի, չէ, ինձ թվում է, որ ընդհակառակը գնալով տենդենսը գնում է դեպի գումարը հեշտ վաստակելուն, որովհետև, չգիտեմ, մենք այս մասին էլի ենք խոսել մեր ոդկասթի շրջանակներում, որ լուրջ մասնագետները ցավոք սրտի այն գումարը չեն վաստակում, ինչ որ խարիզմայով տիկտոկերները ու Հմ, Ինստագրամի ինստա դիվաները։ Մ, Ես իհարկե չեմ ուզում, որ մենք բռնենք իրանց ուղին, կոնտենտի, հա, կամ մեր հանդեպ վերաբերմունքի հետ կապված, բայց ես ուզում եմ, որ մենք բռնենք իրանց ուղին, ու իմ համար ասեմ, գումարին այտենց թեթև վերաբերվելու, վաստակելու եւ մհմ, ծախսելուն, որովհետեւ այդ ռոպագանդան մի կողմից են, որ օրինակ մեր բլոգերներից մեկը տենց հայտարարեց, որ ինքը ինձանից 10 տարի երիտասարդ տարիքում մի տարում բնակարանի գումարը փակվել է, ես անկեղծ մի տարում չեմ կարող բնակարան գնել իմ վաստակածով, ոչ էլ 2, ոչ էլ 3, ոչ էլ 4, ասենց հաշվում եմ քանի տարի է ինձ պետք էլի։ Ու ես հիմա պատկերացնում եմ այնտեղ ինչ թվերի մասին է խոսքը, ու որ մենք այդ բլոգերին նայում ենք, մենք իր խոսքից, մաներայից հասկանում ենք, որ կրթական ցենզը, ես չեմ ասում ես կիրթ մեռնում եմ, չէ, բայց հա ես կարող ա այերով եմ խոսում օրինակ, հա, բայց ծնողի հետ խոսելու ձև կա, բառապաշար կա, բառահումք կա, որ ընդունելի է կամ ընդունելի չի, հայացք կա, պրիմիտիվ մեյքափ կա, մաս կա, շոր կա, որը որ ընդունելի է, ընդունելի չի։ Չնայած ես հիմա հասկացել եմ, որ ես շատ սխալ եմ հագնվում ու ընդհանրապես նոր տենդենսներից շատ հեռու եմ։ Ինչ եմ ուզում ասել։ Տես, իրանք էլ ռոպագանդում են ու այդ նայում են երեխեքը 10 տարեկան, 12, 13, 14 տարեկան ու բոլորն էլ փող սիրում են, այդ նորմալ է։ Ասում են մի րոպե, փող մհմ։ ունենալու համար պետքա նենց լնել։ Մի տարում տուն ունենալու համար պետքա նենց լնել։ Այ ես պատրաստ չեմ դրան։ Ես չեմ կարծում, որ տենց է։ Ես էլ պատրաստ չեմ ներքին կուխնյան դնեմ հանրության դատեին, որ բոլորը նայեն թե ես ինչ եմ ուտում, ոնց եմ ուտում, որտեղ եմ գնում ինչ ձև։ Հա, նու դրան չափ ու սահման կա։ Ես պատրաստ եմ կիսեմ թե որտեղ եմ գնում եւ ինչ եմ ուտում, օքեյ։ Բայց մեր բլոգերների մոտ հիմնականում այդ շատ էքստրա է, շատ, հատկապես քո նշված բլոգերի մոտ, նու չգիտեմ, իր ստորիները որ բացում ես, կամ ուտելիք է, կամ ինքն է։ Զուտ։ Ես ճիշտ ասած Ուրիշ ոչ մի չեմ հետաքրքիր։ Instagram-ը մեկ-մեկ բերում է, բայց ես մտածում եմ, որ էդ էլ էլի արժե համակարգ ձևավորող է ու ըմ, անգամ երբ որ Որ ասում։ Մհմ, իրանց սթորիների մհմ, մեջ իսկապես ինչ որ կոնտենտ է պատահել է, որ դուրս եկել է ինչ են ասում, ասենք ինքնագնահատականի մասին, ինքնավստահության մասին ես հավանել եմ ինչ են ասում, բայց ամեն բայց երևի դեպքում մատուցման ձևը չես Այդ եմ հավանել։ ուզում ասել, ձև կա, ամեն ինչ ասելուն ձև կա ու ամեն Ճիշտ է։ դեպքում գռեհիկ բառապաշարը ես ինձ թույլ եմ տալիս գռեհիկ բառապաշար, երբ որ ես շատ խմած եմ ու իմ Սկորպիոնսի ընկերների հետ եմ խմբի, այսինքն իմ
նեղ մարդկանց հետ, ում հետ որ ես ճամփորդել եմ, ոչ մի անգամ իրար հետ ապրել ենք հյուրանոցում, ընկերություն ենք արել ու Ահա, այդ մարդկանց հետ ես կարող եմ գռեհիկ բառապաշար ինձ թույլ տալ, Արամ Ասատրյանի տակ ցկցկալ, չնայած այդ ինձ շատ խորթ է այդ ճաշակը երաշտական, ահա։ ը, բայց եսի, հա, իսկապես այդ մատուցման ձևը։ Որ ասում ես, չեմ ուզում ասեմ, որ ես իմ ձևի կիրթ եմ եւ այլն եւ այլն։ Արի նա ճիշտ դու խոսանք։ Դու այդ քո նշված բլոգերը իրոք դու քանի գլուխ Դե, կիրթ հա, մարդ ես։ հա, բայց տեղ, նայ, կիրթ մարդը ինքը իր կրթությամբ չի բոլորի բան անում, էլի, զզվցնում։ Կիրթ մարդը կարիք չունի ասելու, որ ինքը կիրթ է։ Կիրթ է, այնպես է։ Այդ երևումը։ Մի անգամ ուրեմն որ մագիստրատուրայում էի սովորում, իմ կուրսեցու ծնունդներ ու ես տենց Ահա, գնացել էի իր ծնունդը շնորհավորելու, տորտիկ էի սարքել ու ինքը սենց գովում է ինձ իր քեռու մոտ, ասում է գիտես, անին երկու հատ մագիստրատուրայում եմ միաժամանակ սովորում, քեռին սենց ինձ նայեց, ասեց հայ այդ կարգի դեբիլ ես, մեկից չես հասկանում։ Ես sense ուզում եմ հասկանալ, այստեղ պետք է ծիծաղա։ Ինքը կատակ էր անում, ու ինքը խմած էր։ Ինքը ուղղակի կատակ էր անում, որ կարողա դեբիլ բառը չասեց, ասեց այդ կարգի դժվար ես հասկ։ Ինչ որ sense մի բան ասեց։ այդ Այդ կարգի սաղ վատա համոտոտ։ հա, էլի այդ կարգի վատ ես հասկանում, որ երկու տեղ ես սովորում։ Ու ես sense քարացած մնացի ու sense ուզում եի, ու իրոք չկարողացա ծիծաղամ այդ կատակի վրա։ Ու տես քանի տարի է անցել, 15 տարի, հա, մոտավորապես ես մագիստրատուրան ավարտել եմ 12 թվին, 13 տարի անցել է։ Ահա, Ես ես մտածում եմ, այդ ինչ ձևի կատակ էր, էլի, այդ ինչի համար է տենց բան ասեց։ Մինչև հիմա մտածում տենց զսխի տենց չորով էլի, հա։ հա, Պարժեր տենց։ գիտես, օրինակ հիմա, որ մենք այդքան կպնում ենք կառավարությունը փորձում է կրթության մեջ մի բան անել, իհարկե վատ է անում, խնդիրը այն է, որ մենք միշտ ասում ենք, մենք բոլորս ունենք դիպլոմներ, բայց ոչ ոք չունի Ահա, կրթություն։ Իրոք կրթություն չունենք, հաստատ։ որտեղ մենք դիպլոմավաճառ երկիր ենք։ Ինչ ուզում եք ասեք։ Ես պատրաստ եմ այս բառերի համար քննադատվելու։ Մենք Մարտիկ, համալսարաններում չունենք մարտիկ։ մարտիկ։ Մենք համալսարաններում չունենք նորմալ կրթություն։ Մեր դասախոսները անհավես են։ Իրանք կամ երիտասարդ են, իրանց առանձին ոնց որ հավես կյանքով են ապրում, կողքից ձեռի հետ դասավանդում են, այդ հələ լավ է, մի քիչ հավես ունեն։ Իսկ այն որ նույն բուհում տարիներ շարունակ մնացած հին ոսկորներ են լինում, իրանք ընդհանրապես հավես ու մոտիվացիա չունեն աշխատելու։ Ահա։ Մի բան էլ կարող է այդ իրանց այդ անհավեսության պատճառով ուսանողի մոտ գցեն այդ մոտիվացիան։ Ահա։ Ոնց որ իմ մոտ եղավ ֆրանսերենը սովորելուց։ Ես ընդհանրապես Մի օր ինքն չգիտեմ, որ համալսարանները փակվելու են, սենց բորեն փակվելու են։ Ոչ ոք չի գնալու 2 տարի սովորի, 4 տարի սովորի։ Ես տենց եմ ենթադրում։ մի անգամ նենց բան ինձ ասացին, որ ես ամ, այդ պահից սկսած հիասթափվեցի ֆրանսերենից ու չսովորեցի լեզուն, ինչի համար զղջում եմ։ Ինչ ասեցի։ Երկրորդ լեզուսը դե լսի, Ահա։ բարձա քո անգլերենի իմացության մակարդակը ընդունվելուց առաջ Ահա։ ո՞նց ա եղել, դու այս նույն ձևով ես իմացել։ Դե իհարկե չէ։ Ըհը։ Ու Նույնն էլ ես եմ եղել, բույսի չէ, պես, ու մոտավորապես բույսի պես, չնայած 20 եմ ստացել, բայց բույսի պես գիտեի անգլերեն։ դե նայ, նույն բանը, ասենք, բոլորիս մոտ ա եղել, կա ինչ-որ մեկը շատ ա բալ հավաքել քնության ժամանակ, ինչ-որ մեկը քիչ ա հավաքել, երբ որ ինձ հարցրեց, ինքը ասեց, բա անգլերեն այդ քո ոնց ա եղել, ասեցի, նո, այսքան բալ եմ հավաքել, որտեղ շատ քիչ ժամանակ եմ ունեցել պատրաստել ձեր այս սիստեմով, ես դե Ռուսաստանում ընդամենը 8 ամիս եմ պարապել, որ ընդունվեմ, դու ինչքան ես պարապել, 2 տարի։ 2 տարի չէ, բայց երևի մեկ։ Մի տարի, ես 8 ամիս, լավ էլ 7 կարելի է ասել, պարապել եմ, ասենց տվել եմ քնությունը, ասեցի, այսքան բալ եմ հավաքել, ինքը, պարզը լավ, դու ուրեմն ֆրանսերեն հետ են, որ դու բեշ կանես այդտեղից, ես եմ, որ
Դոր դու բեշ արեցիր ֆրանսերենդ։ Թող դու իրոք ֆրանսերեն է դեռ դու ես արեցի։ Չնայած նրան, որ Այնքան ես շատ կարևոր է, այդ մի շատ հատ եմ բառը այնքան կարևոր է, ուսուցչի վերաբերմունքը այնքան կարևոր է։ Ես միշտ ասում եմ, պետքա սիրահարվես քո ուսուցչին, ոնց է ինքը վերաբերվում իր առարկային, ոնց է ինքը իր անգլերենն անում, իր IELTS անում, իր TOEFL-ը, դու պետքա իր աչքերում կրակ տնաս ամեն անգամ ինքը հավեսով անի։ Ու այստեղ նաև միշտ խոսում եմ, որ պետքա քիչ աշակերտներ ունենալ, որտեվ երբ որ շատ ես աշակերտներ ունենում, դու քո հավեսը կորում է, չես կարող դու բոլոր, burnout է սկսում մոտդ։ հա, չես կարող դու բոլորին հավասարապես էներգիա տաս ու հաճույք ստանաս դասից։ Դասախոսս այնքան տարօրինակ էր, ինքը ես չեմ հասկանում ինքը ոնց էր մտածում, բայց շատ ասենց էր ասում, նայ, ասում ա կինը չպիտի տաբատ հագնի։ Ուզում եմ ասել ինքերուհի, ինքն էլ նայ, ինքն էլ 40 տարեկան չկար, եթե չեմ սխալվում։ Եթե լիներ էլ կլիներ 43-44 Մհմ, մաքսիմում։ մհմ։ Ասում եք ինը չպետք է տաբատ հագնի։ Ասես մեկ ուզում եմ ասել, քներես դու вообще երբ որ Լսի, կանայք պայքարում են իրենց իրավունքի համար, լսի, вообще ուր էիր։ դե էդ ես էլ եմ տենց կատականում, բայց ես բնականաբար ես միշտ այդ կատակն անում եմ, ասում եմ, դե հիմնականում որպես վարորդ եմ այդ կատակն անում, ասում եմ ու ֆայման, ասում եմ, այս աղջիկները, ասում եմ, չպետք է էլի ավտո քշեն, ասում եմ, հերիք չի շալվար հագան, ես տաբատ չեմ ասում, ես ասում եմ շալվար, ասում եմ, հերիք Շալվար։ չի շալվար են հագնում, հերիք չի տատուիրովկեք են անում, այո, այո, պատրաստ եմ, ասում հերիք չի տատուիրովկեք են անում, հերիք չի փող են աշխատում են, մի հատ է սկսեցին ավտո քշել, բայց Ավտոքշը։ անկեղծ մի բան ասեմ, այստեղ արդեն մի քիչ էզոթերիկայի դաշտից եթե խոսենք, էներգետիկ առումով, իսկապես կնոջ համար շալվար հագները այդքան լավ չի, խոսում am մարդով, որ հիմա նստած է շալվարով ու առհասարակ, բայց ես օրինակ ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ փորձում եմ հնարավորություն օգտագործել զգեստ կրելու կամ առնվազն կիսաշրջազգեստ, հա, այդ հա, բայց տենց կտրականապես չէ, բայց գիտես, հիմա այնքան էներգիաները խախտվել են տղամարդկանց ու կանանց էներգիաները։ Տղամարդիկ սկսել են կնոջ ֆունկցիա կատարել, կանայք սկսել են տղամարդու ֆունկցիա կատարել։ Ու այդ են Ախր անայի, որ ասում ես, որ կինը չպետք է տաբատ, որ ну как бы ցանկալի է որ տաբատ չհագնի, հագնի կիսաշրջազգեստ եւ զգեստ։ Որտեղ է այդ ասված ուղղակի էլ կան, ինչի հիման վրա է դա գալիս։ ասեմ քեզ, այդ յոգերի չակրաների հիման վրա է գալիս, որպեսզի համապատասխան չակրայի էներգիաները ազատ շրջանառվեն, խոսքը սեռական չակրայի մասին է, որը գտնվում է այնց հատվածում, որ տաբատը փակում է։ Էդ է պատճառը իրականում, եթե ես ճիշտ գիտեմ, իմ իմանալով է դա ու ես իմ վրա եմ Հմ, զգում, երբ որ ես մի ընթացք շատ եմ կրում, ես ուղղակի զգեստ նկատի ունեմ, ես զգում եմ, որ հակառակ սեռու ուշադրությունը իմ հանդեպ ավելի շատ է, այստեղ նկատի չունեմ բոլորը գալիս են դրան առաջ հերթ են կանգնում ծաղկեփունջներով եւ դորջարներից հնչում է քեզ ես վարդեր բերեմ գիրքը, նկատի ունեմ թեկուզ խանութում, թեկուզ աշխատանքի մեջ մի տեսակ տղամարդիկ ավելի հոգատար են լինում, ինչ որ մի ձև զգում եք դուք այդ էներգիան, ես չգիտեմ ոնց եք զգում, բայց զգում եք ու տենց բան կա հələ ամեն դեպքում հորմոնալ մակարդակով ինչ որ վիբրացիաներով զգում եք, հզորով չի։ Էդ է պատճառը, որ Եհովայի վկաները մի պերիոդ չէին կրում շալվար, հիմա սկսել են հագնել, մալականներին դու երբեք շալվարով չես հանդիպի, մի բան գիտեն, ու իրանք Սա գիտես, լավ թեմա է, որ մենք առանձին խոսանք։ արի խոսանք հիմա դեռ մի 10 րոպե Չէ, ունենք։ Ինչ նո չէ, ես կուզեմ հենց մի ժամ մենք ծավալվենք հենց այդ կնոջ իրավունքի ու ընդհանրապես այդ ստերեոտիպների այդ վրա սիրահար ֆիքսվենք։ թեմաներից արի հիշենք հաջորդ անգամ։ Արի ես քեզ հիմա Արի, նոր գրեմ, որ չմոռանամ։ արի, արի, Սիրահարված եմ։ Գրեմ gender equality, women's rights, ինչ գրեմ։ gender equality։ Ըհը։ Okay։ So, այս հաջորդ անգամ կխոսենք, okay։ Համաձայն եմ, այդ շատ լավ թեմա է։ Այո, այո։ Այսօր Դա ծանր է։ հետո Պարոն ես հենց
Հա, այսօր Ես եմ ծանր։ ես, հա, ասենց շատ ծանր ես։ Լսի, գիտես ոնց, հա, ես ոնց որ քնիս ռեժիմը սենց մի այլ կարգի խախտված է, ասեմ ինչի։ Հմ, Եթե դու նկատես, իմ աշկերտս էլ է հազիվ բացվում։ հա, նկատում ենք։ Ժամը 12-ը չկար, քնեցի, ժամը 3:30 հելա քնից։ Ահա։ Ասի ինչ անեմ, լավ 3:30 ինչով զբաղվեմ։ Ասի ես գիտեմ ինչ կանեմ, գնացի, սափրվեցի, տեսեք չեմ ասում ծրաշվել, ասի սափրվեցի, Ահա։ սափրվեցի, ցնցուղ ընդունեցի, Ահա։ հետո ը, հելա մազրս չորացրի, Ահա։ հիմա կասեն հայերենում էցի վերջավորություն չկա, պետք է լինի մի խոսքով, լավ։ Ա, հետո մի բան կերա, վիտամինչիկներս խմա, ու նորից բարգա քնեցի, համար ոնց է, միջը ժամը 9 քնել եմ, դի 4 Ուրեմն, կեսից մինչև ուրեմն American English File-ում մի հատ դաս կա քնի մասին, 4-րդի մեջ, երկրորդ edition-ում, երրորդ edition-ում այդ թեմաները կա, հետո էլ չկա։ Mhm, Ասում է, որ our ancestors used to sleep with phases during the night։ Իրանք քնում էին մութը ընկնելու պես, այսինքն օրինակ 9-ից մինչև 1-ը կամ 8-ից մինչև mhm, 12-ը, հետո 2 ժամով վեր էին կենում, mhm, մոռացել էի, որ ակտիվացրել կա։ 2 ժամով վեր էին կենում, այդ 2 ժամվա ընթացքում հարևաններին էին այցելում, գիրք էին կարդում, աղոթում էին, գործ էին անում, հետո էլի քնում էին մինչև լուսաբաց։ Ստացվեց, mhm, ասենք թե ամռանը կքնեին օրինակ 12-ից կամ 12-ից չէ, 10-ից ասենք թե 2-ը, 2-ից մութ հնգնելով էլի, մի 2 ժամ կվեր կանային, 4-ից, հա, բայց այդ արդեն լույս եղավ, տենց չեղավ։ Մի խոսքով տենց ֆեյզերով էին քնում ու իմ մոտ էլ ահագին ժամանակ այդ մոմենտը կար, հետո ես որ ուսումնասիրում էի սննդաբանություն, իմացա, որ դա լյարդի ֆիլտրման ժամն է, ու եթե այդ ժամին արթնանում ես, ուրեմն լյարդդ լավ չի ֆիլտրվում, լյարդդ ծանրաբեռնված է ճարպերով եւ պետքա Ամ, զբաղվելով։ չէ, ես քեզ ավելին ասեմ, իմ լյարդը ավելի քան նորմալ վիճակում է, որովհետև ես չեքափները ամեն 3 ամիս մեկ անում եմ, ամեն ձևով էլի։ Գերազանցիկ, գերազանցիկ, So, ես էլ հարցը ստեղ ուրիշ է, ստեղ ուրիշ է, ստեղ ոչ թե այդ պահն է, ստեղ այնա, որ մարդ կրա նաև քննիցանի, եթե ինքը anxious է overall։ առհասարակ հա, օրինակ Եթե որովհետև գիտես խի, նայ, ես ասեմ կներես շարունակես, որովհետև միշտ ես հելնում եմ ժամը 3-ի եւ 3:30-ի հատված այդ բանո ինտերվալում։ Չկա որ ես հելնեմ բոլորը, 4-ին։ բոլորս էլ, երբ որ գիշերը արթնանում ենք, խնդրում եմ գրեք մեկնաբանություն, որ Թադը համոզի, որ ես ճիշտ եմ ասում։ Մեր այդ արթնանալու ժամը 3:30-ից 4-ն է։ Ես քեզ երկու տարբերակ եմ առաջարկում։ Տարբերակ առաջին, դու հիշել ես մեր հին ապրելու ձևերը, տարբերակ երկրորդը գենետիկորեն հիշել ես։ Տարբերակ երկրորդ լյարդի հարցից տվում է այս երկու տարբերակն է հիմնականում։ Ահա։ Ահա, լավ, համոզեցի քեզ։ Այո։ Ինչ անենք, ավարտենք այսօր, ոնց որ ինչ որ sense բան ենք, քիչ չքնած եւ դիրխոր ենք։ Հաջորդ անգամ ավելի ակտիվ կլինենք եւ կպատմենք կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարությունների մասին։ Մասին, այո, կխոսենք դրանց Կտրվենք, մասին ակամա։ որովհետեւ հաստատ թադը ասելու ա, որ մենք հավասար ենք, ես էլ ասելու եմ, որ չէ։ Անի, քեզնից չէր ընդհանրապես ասենք ոնց թե։ Իսկ ես կրոք շարունակվի հաջորդ անգամ, հաջորդ, Այո, մենք հաջորդ անգամ կշարունակենք։ պակա, պակա, լավ օրձեր։ Բայ բայ։